Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցել եմ ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ անդամ Կարենիկ Դանիելյանը, շնորհակալ եմ պարոն Դանիելյան։ Ես շնորհակալ եմ։ Տարին արդեն սկսեց նախընտրական տրամադրությամբ, եղան հայտարարություններ, ձեր կուսակցությունը հանդես եկավ ժողով տեղ ունեցավ հանդես եկավ հայտարարությամբ, որից հասկացանք, որ ըստ ամենայնի գնալու եք նույն ձևաչափով, դաշինքային տրամաբանությամբ։ Երկրորդ նախագահ Ասորիսով հանդես եկավ, ասաց, որ ոնց որ ինքն էլ այդ նույն տրամաբանության մեջ էր, վարչապետի տեխնացուի մասով ասաց, պետք է վարկանիշ չափվի։ Հիմա ինչ ընթացքում է այս քննարկումները եւ երբ հստակեցումներ կլինեն, օրինակ մեր ձևովը փետրվարի 12-ին տալու է հստակ պատասխաններ, ով է իրենց վարչապետի տեխնացուն, ինչ ձևաչափով են մասնակցելու, էլի ուրիշ ուժեր կան քննարկումներ, որ մոտորես պիտի հայտարարությամբ հանդես գան, դուք ինչ եք անելու։ Ճիշտ նշեցիք, մենք ժողով ենք գումարել եւ ժողովը որոշում ա կայացրել, որ նախապատվությունը տրվի դաշինքային ֆորմատներով մասնակցության եւ առաջնահերթ Հայաստան դաշինքի ֆորմատով, վաղ մյուսօր ինչ ուժեր կմիանան, ինչ բանակցության արդյունքում ինչ եզրահանգման կգան, կարծում եմ մոտ ժամանակներս այդ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Ինչքան մոտ։ Այսինքն մինչև մարտ այդ ամեն ինչը հստակ կլինի։ Կարծում եմ, որ այո։ Ինչ հնարավորություն եք տեսնում ընդդիմության համար, որովհետև իշխանությունները քարոզչական դաշտում բավական ակտիվ են, մի տարուց ավել է արդեն նախընտրական տրամաբանությամբ աշխատում են, արտաքին աջակիցներ ունեն, Եվրամիություն, Հական Ֆիդան, Թուրքիա, JD Vance-ն է գալու այստեղ դա քարոզչական մեծ բանով օգտագործելու են, մրցանակ ստացան, Ալիևի հետ, մի խոսքով իրենց տրամաբանությամբ խաղաղության օրակարգով գնում են ընտրությունները, ասում են այ դուք պատերազմի կուսակցություն եք։ Ինչքան էլ որ քարոզչությունը շատացնեն, ավելացնեն, չգիտեմ, մանիպուլացնեն, ինչ էլ որ անեն, մեկը մեր ժողովուրդը, նաև ես այն անհատական շփումների արդյունքում եմ եկել այդ եզրահանգման, որ մեծամասամբ այս իշխանությանը մերժում են եւ դեմ են վարած քաղաքականություն, ինչ որ իշխանությունները վարում են։ Ես համաձայն չեմ, ինչքան որ քարոզչություն անեն, սոցիալական անարդարությունը լիուլիա, իրավական առումով եթե տեսնենք Հայաստանում ինչա կատարվում, դա իրավական բեսպրիձել է, Հայաստանում ոչ մի պետական մարմին իր տեղում չի, հասարակությունը լավ չի սկսել ապրել, հակառակը աղքատությունը գերիշխում է, այսինքն այն ծայրահեղ աղքատ եւ աղքատ մեր խավը այս տարիների ընթացքում այդ ցուցանիշները չեն նվազել, ես կարող եմ ասել ավելացել են, թեպետ իրանք ասում են նույն վիճակում, բայց ես համաձայն չեմ դրա հետ։ Թոշակառուն լավ չի ապրում, այնպես չի որ իրենց այդ քարոզչությունը, հիմարագույն քարոզչությունը թեպր թոշակառուն ոչ թե ստանում է 35-40 հազար դրամ, այլ մի քանի 100,000 դրամ ստացվում է որ Հայաստանում թոշակառուն ստանում է մի քանի 100,000 դրամ եւ ասում են բժշկական բաների տեղյակ չի դրանից, այդ էլ է կեղծիք ու սուտ, չկա նման։ Մենք ոնց հասկացանք պոլիկլինիկաների ծախսերը գցում են թոշակառուների գրպանով։ Այն ինչ որ նախորդ տարի ասենք բյուջետային ծախս էին անում, ասում են դե թոշակառուների համար են տալիս։ Իսկ պարքեավաճառներն էլ են, իրանց պարքեավաճառներն են համարում, այդ էլ է թոշակառուներին։ Իսկ թվում է ինչ որ անում են իրանց հաճույքները, այսպես ասած, իրենց ծախսերն էլ են գումարում դրա հետ, որովհետև ոնց էլ չլինի, այդտեղ թոշակառու քպական կլինի, որ տենց մեծ պարքեավաճառներ թոշակառուներին հանեցին բանտանին։ Այսինքն եզակի ինչ որ օրինակներով, միտը նաև մանկավարժների հետ կապված։ Իդեպ դուք գտաք 700,000 ստացող մանկավարժ։ Ոչ, ես հարցումներել եմ ուղարկել եւ ճնշող մեծամասնությունը, մոտ 70-ից 80%, 100,000-ի սահմաններում է աշխատավարձ ստանում։
Ընդհանրապես կարող է մի քանի եզակի մարդիկ լինեն, որ ստանում են մի քանի 100,000 դրամ, դա մատերի վրա կարող ենք հաշվել, եւ եթե նայենք այդ վիճակագրությունը, կտեսնենք մեր քպական շրջանակներից մարդիկ, որոնք որ այդ մի քանի 100,000 դրամ ստանում են, այսինքն դա էլ է կեղծիք։ Ցանկացած դպրոց մի հատ վերցրեք կամայական մի դպրոց եւ այդտեղ հարցրեք այդ ուսուցիչներին, իրենք արդյոք այդ գումարը ստանում են թե չեն ստանում։ Իմիջիալոց ես նաեւ սկզբում իմ ասեցի, որ ես հարցում եմ ուղարկի եւ հարցման պատասխանները իմ ձեռքի տակ են, ես կարող եմ ձեզ էլ տրամադրել։ Խնդրեմ մեծ հաշվով մենք էլ գրապարակենք, գիտեք կա ծանոթներիցս մեկը դպրոց մանկավարժական կոլեկտիվների հետ աշխատում է եւ այո 80-90 հազարը միջին վիճակագրական աշխատավարձ է, ավելի շատ ավելի հաճախ կարելի 80-90 հազար հանդիպել, քան անգամ 150 հազար դոլար մնաց մի քանի 100,000։ Ընդ որում ասում են, որ բանկավարժները հասկանում են, որ աշխատավարձի իրական եւ էական բարձրացումը հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է։ Այո, եւ համեմատեք ինչու չեն կարում բարձրացնել, թե չեն ուզում։ Տեսեք, եւ չեն ուզում եւ չեն կարողանում եւ դրա հետ միասին նաեւ ասենք, որ իրենց սոցիալական քաղաքականությունը, աշխատավարձների քաղաքականությունը խայտառակ ուրեմն պատկեր է։ Այսինքն իրենք կարծում են, որ իրենք ընդհանրապես մի քանի սեգմենտի աշխատավարձի բարձրացնելու գործով պիտի զբաղվեն։ Դատավորներ, դատախազներ, քննչական բաժանմունք, բարեկային ծառայություն, այսինքն ուժային կառույցների աշխատավարձները պիտի բարձրանա, ամենևին դեմ չենք, որ բարձրանա ուժային կառույցների աշխատավարձը, բայց դրան զուգահեռ ունենք պետական ապարատում աշխատող շարքային աշխատողներ, որոնք ծայրին չեն հասցնում։ Նույն այդ պարգևաճարներից չեն օգտվում, իրենց աշխատավարձի բարձրացում չի տեղի ունենում, այսինքն այն ներքևի խավը, որ կա, նույն նաև մենք դատական համակարգի տարբեր դատական նիստերի ենք մասնակցում եւ նաև տեսնում ենք այդ կարգադրիչների բաներ, միջին օղակի աշխատողների աշխատավարձները տարիներ շարունակ որևէ փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն իրենք բարձրացնում են այն մարդկանց աշխատավարձը, ով պահի իրենց սեփական անվտանգությունը կամ ով որ հարկ եղած դեպքում կարող են հանել ժողովրդի դեմ, հլու հնազանդ կատարեն, եթե արդյունավետ ծրեն միտինգները դրա համար հավելյալ պարգևաճարներ են ստանում եւ ընդհանրապես դրանով սահմանափակվում է։ Իրենք ինչ են ասում են մենք որ մի քանի միլիոն դրամ 7-9 միլիոն դրամ պարգևաճար չստանանք, կգնանք մասնավոր ոլորտ, որտեղ փայլուն մասնագետներ են։ Իսկ ով է իրանց մասնավոր ոլորտը։ Չգիտեմ, ես օրինակ մի գործարարի հետ շփվեցի, ասեց ես նախարարների մասով, միջին մասնագիտական չէ, ասեց ես պատրաստ եմ ԿՊԱ-ականներին 7-8 միլիոն պարգևավճար տալ, որ հեռու մնան իմ բիզնեսից։ Այդ պայմանով հնարավոր է տալ, որտեղ ասեց այսպիսի մարդիկ բիզնեսին պետք չէ։ Պետական կառավարմանը պետք են սրանք։ Հիմա շատ ճիշտ ասեցիք, էլի, հիմա նայենք սեփականատիրոջ պրիզմայով նայենք, էլի, այնք սեփականատերը պետք է ընդունի աշխատանքի ինչ որ բարձրաստիճան ԿՊԱ-ական պաշտոնյաների, որ ինչ անի, իր բիզնեսը վարի տա։ Ես անկեղծ ասում եմ, այդպեսի զրույց է ուզում, մարդը ասում է պատրաստ եմ տալ, որ իրենք հեռու մնան։ Կամ կարող են իրենք նշել մեկ ինչ որ մասնավոր ոլորտում աշխատող ընկերություն, որը այս տարիների ընթացքում իրենց առաջարկ է արել։ Թող մի հատ պաշտոնյայի անուն տան, ասեն այս պաշտոնյային օրինակ առաջարկ ա եղել, այսինչ պետական ոլորտում աշխատել 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ։ Ասի թող մեկի անուն տան, շատ չէ, մի հոգու անուն։ Հիմա եթե իրենց իշխանական լծակներին նայեն, կարող է այդպես առաջարկեն, բայց որ լծակները հանես կառաջարկեն, դա է հարց։ Որտեվ ես օրինակ գիտեմ շատ ԿՊԱ-ականների, որոնք մինչև 18 թվականը 200,000 դրամ ստանում էին, կյանքից գոհ երջանիկ էին, որևէ պահանջ չունեին, իրենք համարում են ֆանտաստիկ փող են ստանում։ Իհարկե։ Հիմա բայց մեծ փողեր են տեսել։ Իհարկե, կամ դրանից առաջ իրենք եթե մի քանի բացառություն չհաշվեն, որ նախկին իշխանություններից հետո արդեն եկել են այս իշխանության, որ թրիտակով անցել են, այդ մարդիկ միջև այդ ինչ մասնավոր սեկտորում են աշխատել, ինչ աշխատանքային փորձ ունեն, ինչ հաջողություններ են արձանագրել, օրինակ, ինչ հաջողություններ են արձանագրել այն պաշտոնյաները, որ հիմա նստած են ուրեմն նախարարական աթոռների վրա։ Կա իրանց այդ մարդկանց այդ կենսագրության այդ հատվածը նայել։ Ինչ արդյունքներ են ունեցել, մեկ, ինչ հաջողություններ են արձանագրել, որտեղ են աշխատել։
մեծ մասը հիմնականում եղել է պետական ապարատում շատ ցածր պաշտոնների։ Սրբույր Գալյան, Աննա Վարդապետյան, ելով կա այնտեղ նախարարներից։ Մեծ մասը պետական կառավարման համակարգի ցածր ուղղակներում են եղել, այսինքն մասնավորում չեն էլ եղել, որ բարձր աշխատավարձ չեն թողել եկել։ Դե մասնավորը ինչ է, մասնավորը անկախ նրանից բարեկամն ես, ծանոթն ես, մոտիկն ես, հարազատ ես, դի լավ գործ անես։ Լավ գործ չարեցիր, այդ քու բարեկամը կամ քու հարազատը կամ քու ընկերը ասելով ցավոտ էլ տանեմ, որպես բարեկամ, որպես ընկեր, որպես, չգիտեմ, հարազատ, մնա ինձ այդ կարգավիճակում, բայց խնդրում եմ իմ բիզնեսի հետ գործ չունես։ Չէ՞, տենց է։ Պարոն Դանելյան, սրանք առաջին օրից իշխանության գալուց հետո իրենց հիմնական խաղաքարտը ասֆալտն էր։ Դե հələ տեսեք ինչ ասֆալտ են կարել։ Այդ ձյուն եկավ, պարզվեց ասֆալտ անել էլ չգիտեն։ Ես ուզում եմ նաև հրապարակային դիմել մեր ձևովից պարոն Նարեկ Կարապետյանին Հարգարժան, ինքը ասում էր ասֆալտի գործը իշխանապողությունից հետո տանք սրանց, ես կարծում դա էլ չտանք։ Իհարկե դա ասֆալտը խայտարակ վիճակում է։ Այդ իրենց այդ բրենդը, որ դե մենք ճիշտ է շատ հարցերում բան չեն կարել, հաջողություն միգուցե շատ, բայց ասֆալտը նայեք, չէ, ասում են ասֆալտ է, չէ, Նիկոլն է, չէ, ասում ասֆալտ է։ Պարզվեց որ ասֆալտ չի։ Այդտեղ կան մարդիկ էլի մեր իշխանական շրջանակներում, որոնք այդ տենդերները իրանք են շահում, խայտարակ որակի ասֆալտ են անում, իդեպ հարյուրավոր միլիոն դոլարներ մսվում են ճանապարհ կառուցման մեջ, բայց պարզվում է, որ այդ ճանապարհը մի տարի չի ձգում։ Անկամ դեպքեր կան, ես դրա մասին խոսել եմ, ժամանակին ուրեմն երբ որ ասֆալտապատում էին Իջևանից մինչև ուրեմն Բերդի տարածաշրջան այդ ճանապարհը, Իցակարն աբուր այդ ճանապարհը, ասֆալտը դեռ վերջը չհասած, սկզբի մասը արդեն բլում էր։ Այդ ասֆալտը էլ գոյություն չուներ։ Դրա մասին ես բարձրաձայնել եմ ազգային ժողովուրդը շատ դեպքեր կան։ Այսինքն իրենք անգամ կամ մոտով անցող ճանապարհը նոյեմբերին է սարքել։ Նոյեմբերին է։ Հիմա արդեն փետրվարն է քանդվել։ Հիմա քանդվել է, չէ՞, ով է պատասխան տալու դրա համար։ Կամ մեկը որ պատասխանատու է։ Ասֆալտը պետք է փռել ասֆալտը։ Կամ մեկը որ դրա համար պատասխանատվություն ա կրում։ Կամ ինչ նշանակում, օրինակ, դուք որևէ մի երկրում ես վերջերս նաև Եվրոպայում հարցրեցի, ասի կա որ ասենք նույն ճանապարհը տարվա մեջ երկու անգամ կամ մեկ անգամ վերանորոգ են։ Ապշած նայում էր երեսից, ասում էր ոնց, ինչա ոնց կարա նման բան տեղի ունենա, ասեղ տարիներով մի հատ շեղում չի տա։ Իդեպ նաև եղանակային ամենաբարդագույն պայմաններում, ասենք օրինակ Շվեդիայում, որ գիտեք ինչ ջերմաստիճան այնտեղ, նույն Ֆինլանդիայում եւ այլ։ Այսինքն եթե սրանք բան Դանելյան, տեսեք, դուք որպես դասական ընդդիմություն միայն մեղադրում եք։ Ախր ձմեռը անսպասելի եկավ, չէ՞։ Ձմեռը անսպասելի եկավ, պատրաստ չէին ձմռանը, պատրաստ չէին ձմռը, մեծ դուրս են տա, խոսում են մեծ բան, կամ նույն ճանապարհների մաքրման հետ կապված։ Քանի ճանապարհատրանսպորտային պատահար եղավ ձմեռվա ամիսներին Երևան-Գյումրի ավտոճանապարհին այդ հայտարարած վթարները, տասնյակ մեքենաներ, նույնը Երևան-Սևան ճանապարհին, այսինքն այդ ճանապարհային դեպարտամենտը, որ էլի 100 անգամ դրա մասին խոսել եմ։ Այդ կոռուպցիայի ворջ է։ Այդ կազմակերպությունները, որ պետք է ձնամաքրման աշխատանքներով զբաղվեն, աղ-շախտան, այնտեղ տարբեր աշխատանքներ անեն, դրա համար իդեպ բյուջեից միլիոնավոր դոլարներ է դուրս գրվում։ Արդյոք այդ պարտականությունները իրենք կատարեն։ Իհարկե ոչ։ Երևան քաղաքում մայթերի վիճակը իրենց հույսը միայն որ չնայած Աստծուն չեն էլ հավատում, Աստծո հույսին են դրել, որ արևը կբացվի եւ մայթերը կհալվեն։ Այդ է իրանց հույսը, բայց ինչքան մարդկանց էլ մարմնական վնասվածքներ են, մարդիկ մարմնական վնասվածքներ ստացել, այդ սառույցին որևէ մի ճանապարհ, որևէ մի մայթ երկրորդային չի մաքրվել։ Դե ասին տնտեսվարողները պիտի մաքրեն ու կտուգանվեն նրանք, ովքեր մայթը չմաքրեն։ Այո, տնտեսվարողները պիտի մաքրեն եւ տեսնում ենք էլի ինչա, ասինքն տնտեսվարողների հույսին են թողել էլի մայթերը, որ մաքրման գործընթացը տնտեսվարողների հույսին է։ Բա այդ ասում եք մենք նոր տեխնիկա ենք գնել, չգիտեմ, պատրաստ ենք ձմեռվա մաքրման աշխատանքներին եւ այլ։ Մի հսկայական ուրեմն վարչական շրջան, նոր-նորքի վարչական շրջան, եթե չեմ սխալվում, ինչքանով որ ես տեղյակ եմ, մեկ ուրեմն մայթերի մաքրող տեխնիկա կար, դա չէր աշխատում։ Ընդհանրապես օրվա մեջ 2 ժամ էր աշխատում, լավագույն դեպքում։ Լրիվ քպական կառավարում է։ Բան Դանելյան, 7 միլիարդից ավել պարտք են վերցրել սրանք։
Եւ ստացվում է 7 միլիարդը պետության համար իրական որևէ արժեք չի ստեղծել, ասֆալտի անվան տակ ուտում են այդ փողերը, ընդ որում անորակ ասֆալտի տակ, պարքիվավճարների անվան տակ լցում են իրենց գրպանները, եւ եթե որ նայում ենք սրանց շինարարության արած որակին, ես վախենում եմ իրենց կառուցած դպրոցներ գնացող երեխաների ճակատագրի համար, որտեղ եթե ասֆալտի որակի են այդ շինարարությունը, կարող են դպրոցներն էլ վտանգավոր դառնալ։ Լավ, բանը գուցե ինչ որ հանձնաժողով ստեղծի ընդդիմությունը, թե խորհրդարան նման լիազորություն չունի, այդ ծախսերը մի հատ քնվեն, քննիչ հանձնաժողով ասենք, ինչ ասենք, որ հասկանանք լավ այդ փողերը ոնց է գնում։ Հիմա ձեզ մի օրինակով ասեմ, նույն դպրոցաշինության հետ կապված։ Կոնկրետ օրինակ եմ ասում, Դովեղ գյուղում։ Գնացել եմ Դովեղ գյուղի դպրոցը, արդեն 5-6 տարի է կառուցվում է այդ դպրոցը։ Դեռ մի քանի ամիս առաջ անգամ առաջի հարկը պատրաստ չէր։ Հենց որ խորացա այս գործի մեջ, պարզվեց, որ ընթացքում նախագիծ է փոխվել։ Պետք է մի հատ էլ հենապատ կառուցվի։ Այսինքն դուք պատկերացրեք Դովեղ գյուղը, որ հսկայական հողատարածքներ կան այդտեղ, փոքր բնակեցված գյուղ է։ Այլն դե որտեղ հենապատ է պետք։ Շինարարության ընթացքում պարզել են, որ այդտեղ հենապատ է պետք կառուցվի։ Այդ հենապատի վրա ինչքան փող դուրս գրած կլինեն, որ լավ լինի։ Չեմ պատկերացնում։ $1 միլիոն ավել փող է դուրս գրվել մենակ այդ հենապատի վրա։ 1 միլիոն, եթե չեմ սխալվում, 200,000 Փողն էին շարելու պատի փողարեն, թե քարերով էին պատը կառուցել։ Հիմա ես չեմ դուք եք, դուք արդեն ցիր գնահատական տվեք։ Այդ 1 միլիոնից ավել գումարը, որ գնացել է դրան ընթացքում նախագիծա փոխվի, դեպ ասում եմ դպրոցները լավ պարզ չի երբ կպատրաստի 5 տարի դպրոց են կառուցում։ Այսինքն քանի մանկապարտեզ կարելի էր կառուցել։ Քանի մանկապարտեզ։ Այսինքն այն գումարները, որ գնում են այդտեղ, այդտեղ էլ է փողերի մսխում է տեղի ունենում։ Ոչ արդյունավետ կառավարում է տեղի ունենում։ Վերջերս էլի մարսի այցի շրջանակներում ուզում եմ նաև ձեր տաղավարից ասել, երբ որ այդ գումարների ծախսման գործընթացի մասին խոսում էի շվեդ գործընկերների հետ, իրենց հարց տվեցի։ Աուդիտորական պալատում ասի ձեր մոտ մեկ անձից գնում կա, զարմացած ինձ էր նայ, ոնց ասում էր, մեկ անձից գնումը որն է, ոնց որ չեմ հասկանում նման բան, ասի մեր երկրում լի է, ծափահարություններից ավելի։ Ծափերից սկսած մեկ անձից է գնում, հանրայինի ծափերից սկսած մեկ անձից գնում է։ Ու զարմացած նույն ասում չի նման բան ոնց կարա լինի, ասում ոնց կարա նման բան լինի։ Բայց Հայաստանում ինչքան այդ տենդերները 60%-ից ավել է։ Ընդ որում մինչև 18 թվականը այդ տոկոսը շատ ավելի քիչ է։ Ու դեպ օրենք էլ ունենք, որ եթե չեմ սխալվում 2 միլիոն դրամից ավելը պարտադիր պետք է մրցույթ հայտարարվի։ Չկա, մրցույթ չկա։ Յուրայինները, այդ տենդերի շահողները, այդ անորակ շինարարություն անողները մեր իշխանական շրջանակների ներկայացուցիչներ են։ Ու մենք տեսնում ենք եւ որակը խաղահրապարակներ, ասենք խաղահրապարակներ եք սարքում։ Նույն բյուջեով խաղահրապարակը ես գնացել եմ Թբիլիսիում նայել եմ, ասենք դա որ ասում են նեբե իզիմիլա էլի։ Համատելի չի։ Համեմատելի չի։ Անհամեմատելի է։ Այն այգին նայեք, այս այգին նայեք։ Այդ կառուցված խաղահրապարակը նայեք, այս կառուցված խաղահրապարակը։ Թբիլիսիում դեռ ձևը չգիտեմ փող աշխատելու։ Եվ լավ չեն աշխատում, չէ՞։ Ուղարկենք մասնագիտական դասերի։ Այո։ Բան Դանիելյան, իշխանությունը Բայց կներեք, բայց կարևորը որ Երևանի քաղաքապետարանում նոր վարչություն է ստեղծվել, որը հուզմունքի, չէ՞, ինչ որ հուզմունքի վարչություն է, որ հուզմունքի։ Հա, որ հուզված մարդիկ կարող են զանգել այդ հեռախոսը համարով, վերջերս նաև եթե չեմ սխալվում, լրատվամիջոցներից մեկն է տենց հետա քննող լրատվամիջոցների Պարտադիր է Նիկոլ Փաշինյանը համար հատուկ վարչություն բացել։ Դե հուզմունքի շատ կարող է զանգել Տիգրան Ավինյանին, որ եթե դու այդ ճանապարհով գնում ես, ասենք մեքենա ոնց չհուզվես, կամ գնում ես այդ դպրոցը, որ կառուցված չի, բա հուզվում ես ու կարևոր է, որ տեղ կա, որ կարաս զանգես, հուզվես։ Թափես, իսկ թվա Փաշինյանի ցանկացած միջազգային այցից հետո այդ վարչության զանգերը տրակում են, որտեվ այնպիսի բաներ անում, որ պետքա միայն հուզվել։ Տեսեք, չնայած դրանց բերած աղետին էս տնտեսական բարդ վիճակին, իրենք կարողանում են կարծեք թե քարոզչական դաշտում ստեղծել տպավորություն, թե ամեն ինչ նորմալ է։ Դուք ինչ կասեք այս մասով։ Եվ ինչ որ մի տեսակ ինքնավստահություն կա իրենց մոտ, որ դե խնդիր չունենք, այս անգամ 60% են խփելու։ Դե հիմա որ առանց գեղձիկների, հանցագործությունների հնարավոր է այդ իրենց սցենարը։ Օրինակ, եթե համատություններ անցկացնենք, ինչ էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ
դպրոցել էր Չկար կառուցվում, հուզմունքի ճանապարհել էր նախարարություն։ կառուցվում, հուզմունքի վարչություն չկար, կառուցվում էր, գիտեք ինչ թափ է ստացել շինարարությունը եւ մարդկանց թոշակները եւ իդեպ նաեւ ուսուցիչների աշխատավարձը, տարբեր այն որ տարիներով թոշակ չէին ստանում, մոռացել են այդ ժամանակաշրջանը որ թոշակ չէին ստանում եւ ամենակարևորը պարտք ենք փակում։ Պարտք ենք փակում։ Հիմի պարտք վերցրել է 7 միլիարդ։ Կարծում եմ որ մինչեւ իրանց իշխանա վարության ավարտը դա կհասնի 8 միլիարդի, որ ասում ես այդ գումարը որտեղ եք ծախսել, իրական սեկտորում ինչ է կարել էլի, օրինակ մեր արդյունաբերական ծավալները կրճատվել է, գյուղատնտեսությունը վարի է գնացել։ Ես այսօր ներկայացրել եմ թվերը, գյուղատնտեսությունում ինչ է կատարվում, անասնապահության թվերի կրճատում, ցանքսատարածությունների կրճատում, պարենային անվտանգության հարցեր ունենք, որ էլի մինուս է գնացել պարենային անվտանգության առումով, վերամշակող արդյունաբերություն, տարբեր sense ճյուղեր։ Չի աշխատում ոչ մի բան։ Բայց փողը որտեղ եք ծախսել։ Ուր է դա։ Պետական պարտքը կրկնապատկել եք ձեր կառավարման ամեն տարի մեր ժողովրդի վրա 1 միլիարդ նստել է։ Այդ փողով պիտի փագի։ Այն հայտի կարգախոսը որ ինձնից հետո թեկուզ ջրհեղ եղել էլի, ինչքան կարանք բան անենք, բայց դրա փոխարեն իրանց տան վրա կառավարական դաչաների վրա օր $5,000 փող են ծախսում։ Մեր հարկատուների հաշվին իրանց ճիշտ է որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի, չէ՞, ծախսերն։ Այո, բայց ինչ է անում թոշակառուն, ասում է դու եթե չես կարողանում ապրես Երևանում, այդ գնա համար հարկերը турքերը չես կարողանում, դե բարձրացրել են, չէ՞, այդ հարկերը турքերը, գույքահարկ եւ այլը։ Ասում է այդ տունը թող։ Դու գնա ասում է բան արա։ Մարզը միտեղ մաքուրոթի ապրի։ Ես էլ առաջարկում եմ իր կառավարական դաչան թողի, վարձով տա, գնա գյուղում մի հատ մաքուրոթում ապրի։ Ոչ $5,000 կնստի մեր ժողովրդի վրա։ Մենք էլ մաքուրոթում մարդ կունենանք, էլ այնտեղ եք մաքուրոթերը մարդ կունենանք։ Օրինակ, կարա գնա դովեղում ապրի։ Ոնց դպրոցի շենքը։ Այդ հենապատի մոտ ապրի։ Հենապատի տակ, լավ։ Սինն իրենց ինքնավստահությունը, ժողովուրդը հասկացել է սրանք ովքեր են։ Նու ժողովրդի զգալի մասը իհարկե հասկացել է, բայց ինչ որ բան կա, որ մարդիկ դեռ հույսը չեն կորցնում, այսպես տպավորություն կա, թե սխալ տպավորություն է։ Իրենք, տեսեք, իրենց շեշտը դրել են, որ իրենք խաղաղության, այն ուժնա, որ խաղաղության է տանում։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որովհետև որոշ մեր հայրենակիցների հիշողությունը կարճ է, թե ինչ աղետներ է բերել այս մարդը։ Սեփական ամբիցիաների, կարճատեսության, ոչ նորմալ դիվանագիտության, անհավասարակշիռ վարքագծի, գիտեք որ բանակցությունների ժամանակ ոնց էր բանակցում, դե արդյունքը տեսանք ինչ է, այսքան պատերազմ, այսքան աղետներ բերող մարդը ոնց կարա խոսի խաղաղության մասին։ Եթե ինքը իրենք խաղաղությունը պատկերացնում են զիջումների, ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ Աստված մի արած թե եթե սրանք վերարտադրվեն, Հայաստան որպես այդպեսին կարող է Հայաստանի Հանրապետությանը, բայց բովանդակային առումով Հայաստան պետություն չի լինելու։ Արդեն խոսում են սահմանադրական փոփոխությունների մասին։ Դե Մարտին կտեսնենք։ Ակտիվ քննարկվում է նոր տարածքային զիջումների հարցը, նաև խոսում է, ասում են, չէ, մի ժամանակ ասում են, այդ որ ասում են ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը կներեք, այստեղ բնակեցման ծրագիրը որ կա, դա որևէ կապ չունի Ադրբեջանի պետական քաղաքականության հետ։ Հետո ինչ պարզվեց։ Հետո պարզվեց, որ Ալիևի աշխատակազմը ֆինանսավորում Որ Ալիևի աշխատակազմը ֆինանսավորում է, այդ վերադարձի հարցով զբաղվող հանձնաժողովի ղեկավարը Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավոր է, ու նաև վերջին վիճակագրական տվյալները, այս իդեպ բանն է, այս վիճակագրական տվյալները, այս նորաստեղծ արտաքին հետախուզական ծառայության տվյալներն են։ Այն որ կոֆեի բաժակ են նայում։ Այո, որտեղ որ ասվում է, որ ուրեմն ես ձեզ ուզում եմ բերել հետևյալ պատկերը, Ադրբեջանը իր ռազմական ծախսերը 23, 24, 25, 26 թվականի շեշտակիորեն բարձրացել է այդ մեկ։ Դե ասում են դե մեր համար չի դա ռազմական ծախսերի բան։ Այդ որ զինվում բան անում Ադրբեջանը, մեզ համար չի, դա Լյուքսեմբուրգի, Կոստա Ռիկայի կամ հասարակածային Վենեսուելայի վրա Գվինեայի բանի համար է։ Հաջորդը որ շատ կարևոր մի ցուցանիշ է։ Ադրբեջանում 36%-ով աճել է նախորդ տարվա համեմատ արևմտյան Ադրբեջան
թեզը, այսինքն եւ լրատվամիջոցներով, եւ հանրային դաշտում, եւ քաղաքական դաշտում ավելացել է եւ ուրեմն այս ցուցանիշները տրվել է արտաքին հետախուզական ծառայության կողմից։ Այսինքն սա ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանը չի ասում, էլ որ ասեն, բանա, չափազանցնում է, ճոխացնում է, բաց են թվերը եւ նայեն։ Հիմա Ադրբեջանը խաղաղության է գնում, թե խաղաղության չի գնում։ Ու նաեւ վերջին Ալիևի խոսքերն եմ ուզում մեջ բերեմ, այդ որ ասում են խաղաղություն, ինչ ասում Ալիևը։ Ալիևը հետեւյալ ուրեմն հայտարարությունն է անում, ասում է Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Այն կարող է այլ կերպ կոչվել, բայց դրանից էությունը չի փոխվում։ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորման գործընթացում անհրաժեշտ բոլոր հարցերը լուծվել են այնպես, ինչպես մենք ենք կամենում։ Եվ լուծվելու են այնպես, ինչպես մենք ենք կամենում։ Այսինքն մեր ուզածով է լինելու, սիրելի հայրենակիցներ ասում եմ։ Մեր ուզածով է լինելու։ Մի հատ էլ թողենք, որ սա վերարտադրվի, մի քիչ թողենք կմտնի, մի քիչ բենզին կմտնի, բայց մոռացել են էլի Արցախի օրինակը, որ 9 ամիս մեր հայրենակիցները սով էին մաքրում։ Բայց թողենք, որ վերարտադրվի, ասենք խաղաղություն, մի քիչ խափենք, բան անենք, հետո ինչ պետք է մեզ կստանանք։ Արդեն տանկերով չենք գնա, կգնանք մեքենաներով։ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության պարագայում Իլհամ Ալիևը ստեղ կգա մեքենաներով։ Իդեպ, եթե ավարտեմ, այսպես լավ լուր ասեմ, կիսա լավ լուր ասեմ, դատարանը որոշել է Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառել, այսինքն սա էլի կալանք է, հետապնդվում է իհարկե Սրբազանը, բայց գոնե հնարավորություն կունենա իր ընտանեկան միջավայրում լինել, հատկապես առողջական խնդիրներով պայմանավորված։ Մասնակի լավ նորություն է։ Դրա համար եմ ասում, կիսատ լավ։ Մասնակի լավ նորություն է, ընդհանրապես չպետք է լիներ Սրբազանը կալանքի տակ, իդեպ ես շատ հաճախակի այցելում եմ, միշտ եթերով եմ ուզում ասեմ, մեծագույն ձեզ ինչ-որ նամակ տվել հարգանքա տածում ձեր նկատմամբ։ Պարոն Դանիելյան, ձեզ ինչ-որ նամակ տվել է, որ դուք չեք տվել Ռոբերտ Քոչարյանի այդ նամակի ինչ պատմություն, որովհետև ամենաշատը դուք եք լինում կալանավայրերում։ Գիտեք ինչ կա, աբսուրդին էլ չափ ու սահման կա, նախ Միքայել Սրբազանը որևէ խնդիր չունի հանրային դաշտում իր միտքը հնչեցնելու, ինքը միշտ աչքի ընկել նրանով, որ որևէ փակ այդ տաբուացված թեմաներ չունի, այսինքն եթե բան ունի ասելու։ Դե բացառիկ հեղինակություն լինելը, ես կարծում եմ ինչ-որ մարդկանց վտանգավոր կլիներ այդ նամակը։ Միքայել Սրբազանը այն մարդը չի, եթե ինչ-որ մեկին բան ունի ասելու, չկարողանա ասի, ունի փաստաբաններ, բազմաթիվ պատգամավորներ են իրեն այցելում, բացի այցելությունները, որ պատգամավորները նաև ինքը առանձին այցելուների հնարավորություն ունի, այսինքն տեսակցության ամսական ունի տեսակցություններ, բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև դուք հանդիպել եք, եւ որևէ կոմունիկացիա հետ կապված խնդիր չունի, այսինքն Էս ինչ փորձեր են, պարոն Դանիելյան։ Գիտեք ինչ, մի կողմից ոնց որ համ Միքայել Սրբազանին ինչ որ էժան խոսակցությունների մասնակից դարձում, մյուս կողմից թիրախը կարծեք Քոչարյանն է։ Ես երկու պարագայում էլ այս ամեն ինչը ինձ համար ընդունելի չէ։ Նախ Միքայել Սրբազանի պարագայում դա այն մարդուն, որ գտնվում է անազատության մեջ, նման բաների մեջ ներքաշելը շատ սխալ է, եթե ինչ-որ մեկին թվում է, թե այս բաներով ինքը կարող է արդյունքի հասնել, հետո գիտեք ինչ կա, ցանկացած բան, որ մարդու շուրթերից դուրս է գալիս, ինքը պետք է պատասխանատու հայտարարություն, որովհետև վաղը մյուսօր այս ամեն ինչը ի հայտ է գալիս, էլի, այսինքն պետք չի պրիմիտիվ դատողություններ անել, էլի, ինչ որ մի բան ասելուց էլ պետք է հիմնավոր ասես, էլի, եւ նաեւ մի քիչ գոնե այն որ ասում է ինտելեկտը բան չանեն, էլ մարդու ինտելեկտը չվիրավորեն։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Դանիելյան, հետաքրքիր զրույցի համար։ Դե գոնե ոնց որ կիսա լավ է, որ Սրբազանը իր ընտանեկան միջավայրում կլինի, բայց հրաշալի լուր կլիներ, եթե դատարանը որոշեր, որ Փաշինյանը գնում է կալանքի, իսկ բոլոր քաղաքաբանտարկյալները հայտնվում են ազատության մեջ։ Գիտեք, հուսով եմ տեսակցությունները բաց է, թե դրա մասին խոսք չկա։ Դե չհասցրեցի դրանց անդրադառնալ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցում էի ազգային ժողովի падգամավոր Հույդա անդամ Գառնիկ Դանիելյանից, տեսություն կհանդիպենք։